Համացանցը ցնցած տեսանյութը, որտեղ մի խումբ անչափահասներ ծեծի են ենթարկում մեկ այլ անչափահասի, պարզվում է նոր չէ, դեպքը մի քանի ամսվա վաղեմություն ունի, սակայն տեսանյութը նոր է տարածվել։ Սկզբում դատարանը 5 տղաներից 4-ին կալանավորել էր, մեկին տնային կալանք տալով։ Կալանքի ժամկետը լրանալուց հետո քննիչը փորձել է այն երկարացնել, բայց դատարանը մերժել է։ Արդյունքում դեռահասները ազատ են արձակվել։ Միայն մեկի նկատմամբ սահմանվել է վարչական վերահսկողություն։ Պարզվել է, որ ծեծի մասնակից դեռահասներից մեկը Արթիկ քրեկատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Դպրոցի տնօրենը նշել է, որ աշակերտները ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին եւ զղջում են կատարվածի համար։ Տնօրենի խոսքով ծեծի ենթարկող անչափահասները դաստիարակված երեխաներ են։ Այս պահին դեռահասները շարունակում են մնալ ազատության մեջ։ Դատախազությունը հայտնել է, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ուսանողին ծեծի ենթարկվածներին չկալանավորելու որոշման դեմ։ Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը մեկ շաբաթ անց փրկարարներին հաջողվել է մարել։ Ազատությունը թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանել է, թե ինչ տարածք է մոխրացրել կրակը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը եւ կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ տարածքներում։ Ավելի վաղ համացանցում կադրեր էին հրապարակվել, թե ինչպես են Դիլիջանի անտառներից փախչում արջերը։ Մայրաթորում վեհապարի նախագահությամբ նախատեսված ժողովը չի կայացել Նիկոլ Փաշինյանի հետ 3 հանդիպած հոգևորականների բացակայության պատճառով։ Մայրաթորն է հայտարարություն տարածել ու անդրադարձել նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Հիշալ շարադրանքը ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Ակնհայտ է, որ հայտարարության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչող մեղադրանքները բացարձակ անհիմն են եւ շինծու։ Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը անթույլատրելի, ասված է Մայրաթորի հայտարարությունում։ Կիրակի օրը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի Սուրբ Պատարագի։ Վաղ առավոտյան Facebook-ում նա տեսանյութ է հրապարակել այդ մասին, միաժամանակ նշելով, որ ժամանակին հենց այս եկեղեցում է մկրտվել։ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող պայթել է ականի վրա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտպանության նախարարությունից մանրամասնել են, որ նրանք մնացվածքները ստացել են ծառայությունից դուրս ծառայողական պարտականություն չկատարելիս։ Բաքվում հայգերիների շինծու դատավարության ընթացքում Արցախի նախկին ղեկավարների եւ զինվորականների ադրբեջանցի պաշտպանները միջնորդել են արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի եւ մյուսների փաստաբանները պնդել են, որ նրանք հանցավոր խմբի անդամ չեն եւ մեղավոր չեն։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել է, որ մշտապես կդադարեցնի աշխարհի 3-րդ երկրներից ներգաղթը։ Թրամփը քաղաքացիությունից զրկելու է այն ներգաղթյալներին, որոնք խաթարում են ներքին խաղաղությունը եւ արտաքսելու է ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքականության հետ։ Այս հայտարարությունը հաջորդել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով մահացել է ազգային գվարդիայի անդամ, մյուսը լուրջ վիրավորվել։ Դեպքի համար ԱՄՆ-ի առաջնորդը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենին եւ դրա գրողին հիմար անվանել։ Նրանք են դա թույլ տվել։ Դու հիմար ես, եթե նման հարց ես տալիս։ Նրանք ինքնաթիռով եկան հազարավոր այլ մարդկանց հետ, որոնք չպետք է այստեղ լինեին։ Կա օրենք, որի համաձայն գրեթե անհնար է նրանց դուրս անելը։ Դուք չեք կարող նրանց դուրս անել, երբ նրանք արդեն մտել են երկիր։ Նրանք եկել են եւ չեն էլ ստուգվել։ Վենեսուելան ուժեղացրել է պաշտպանական պատրաստականությունը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրահանգով։ Մի արեք սխալ հարձակվելով Վենեսուելայի վրա։ Ժողովուրդը եւ զինված ուժերը պատրաստ են պատասխանել։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, հայտարարել է Վենեսուելայի պաշտպանության նախարարը։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է արմատապես փոխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտավարությունը ծովային գործողություններից անցնելով նաեւ ցամաքային հատվածներին։ Ամերիկյան առաջնորդի խոսքով Միացյալ Նահանգները շատ շուտով կսկսի կոնկրետ գործողություններ Վենեսուելացի նարկոտրաֆիկինգով զբաղվող կասկածյալների ցամաքային երթուղիների արգելափակման դեմ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտվի, սակայն միայն այն դեպքում, եթե իրականացվեն հատուկ ռազմական գործողության նպատակները։ Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ երկրի ռազմավարական շրջադարձը դեպի արևելք եւ հարավ տրամաբանական քայլ է, որը թելադրված է համաշխարհային միտումներով եւ հետեւաբար, եթե պատժամիջոցները վերացվեն, Մոսկվան մեջքը չի թեքի իր նոր գործընկերներից։
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավի 8 շրջաններում գտնվող Հեզբոլլա խմբավորման ռազմավարական թիրախների վրա։ Իսրայելական բանակի խոսնակը հայտարարել է, որ ավիահարվածների կանխարգելիչ բնույթ ունեն։ Գործողության ընթացքում ոչնչացվել են Լիտան գետի հարավում հայտնաբերված ստորգետնյա թաքստոցներ, զինամթերքի պահեստներ եւ հրթիռային կայանքներ, ասել է նա։ Վրաստանի մի շարք քաղաքներում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ է գրանցվել։ Ըստ վրացի մասնագետների, պատճառը օդում պինդ մասնիկների կոնցենտրացիայի բարձրացումն է, ինչն ունի տարածաշրջանային բնույթ եւ պայմանավորված է հարավ-արևմուտքից եւ հարավ-արևելքից փոշու տարածմամբ։